Միշտ կշարունակենք մեր զրույցը Հյուրիի հետ, ես նշեմ, որ լայքեք, սրտիկեք, Արեգնազին լայքեք, Դերենիկին կապակցությամբ, ասենք 100 լայք, կարակ, չեք կարա, մի խոսքով բաժանորդագրվեք, կիսվեք, մեկնաբանություն գրեք, ձեր տեսակետները ներկայացրեք, մեզ հետաքրքիր է, մի խոսքով, այդ ամբողջ կոմպլեկտը, թե Facebook-ում, թե YouTube-ում, թե TikTok-ում, էլ չգիտեմ Instagram-ում, չէ, ոնց որ էլ ուրիշ տեղ չունենք, չէ, այդքանն ենք հələ հասցրել։ Եվ հիմա ներկայացնենք մեր հյուրին, քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հյուրեն կալվելու համար եւ ինչպես նշեցինք, այսօր զրուցել ենք Իրանից, ոչ թե կուկուռուզ ուտելուց, եւ առաջին հարցը, պարոն Բոզոյան, ինչն է հետաքրքիր։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները այս պատերազմի հետ կապված կարծես հեղեղուկ են, ամեն օր մի բան ասում են, թե որն է լինելու հաղթանակ, մեկ ասենք ատոմային ծրագրի ոչնչացումը, մեկ հրթիռների, մեկ իսլամական հեղափոխության տապալումը, մենք չենք հասկանում, հա, ինչը պետք է համարվի հաղթանակ Միացյալ Նահանգների Իսրայելի համար եւ հակառակը, ինչը կհամարվի հաղթանակ Իրանի նկատմամբ։ Եվ կարող ենք արդեն ասել, որ իրականում իրենց պլանները տապալվել են։ Ինչպես որ դուք չեք հասկանում, տենց էլ ամերիկյան փորձագետների ճնշող մեծամասնում չեն հասկանում ընդհանրապես թե ինչ էր կատարվում, որտեվ եթե դու հիշում եք, մինչև պատերազմը բանակցություններ էր գնում Ուիկով, Արաքչի ֆորմատով։ Եվ բանակցությունները անսպասելու, ընդ որում բանակցությունների ժամանակ էլ Իսրայելը 4 պայման դրեց, չէ՞։ Հիշում եք այդ բանը, որ ատոմային միջուկային այդ ծրագրի փակումը, հրթիռային համակարգերի վերացումը եւ մի շարք տենց խնդիրներ, չէ՞, 4 պայման։ Եվ բոլորը միաբերան նշում էին, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գերնպատակը պետք է լինի ռեժիմը փոխելու։ Ինչ էին տենց ասում, որովհետեւ բոլորը նշում էին, որ փաստացի քանի որ Մադուրոին շատ հեշտ առևանգեցին եւ մարսվեց այդ ամեն ինչը աշխարհով մեկ, եւ երկրորդը այս տարվա հունվարի ցույցերը Իրանում բավականին մեծ արձագանք եղավ, իսկ անցյալ տարի ընտրությունների ժամանակ երբ որ հաղթեց Պեզիշկյանը եւ գալվեց որ հասարակությունը պատրաստ է փոփոխությունների եւ տեսակետ կար որ էսի վերջի շանսն է որ Իրանում ռեժիմը փոխեն եւ Իսրայելը միշտ ասում էր որ ես միշտ համոզում եի ամերիկացիներին որ գնային վճռական քայլի ամերիկացիները չէին գնում եւ վերջապես եկել է մի հատ մարդ Տրամպը որ մեր ժողովրդի բարեկամն է եւ ունի քաղաքական կամք դա կյանքի կոչելու եւ իրանք պատրաստ էին բայց պարզվեց որ մինչեւ պատերազմը Միացյալ Նահանգների 18 հետախուզական կառույցները, տեսեք, օրինակ մեր մոտ կա ԱԱԾ եւ այդ արտաքին հետախուզությունը, չէ, երկու կառույց ունենք, չէ։ Ռուսաստանում կա ԳՌՈ-ին, ՖՍԲ-ն եւ արտաքին հետախուզ 3 կառույց կա, չէ։ Միացյալ Նահանգներում կան 18 հետախուզական կառույցներ, այդ թվում նաեւ ՑԵՌ-ում մեջ, չէ։ Որոնք բոլորն ասել են, որ բոլորը անալիզներ են անում եւ այդ 18 ամենը իր անալիզն է անում եւ բերում են ներկայացնում են միասնական կոմպրոմիսի եւ որպեսի նախագահան պատկերացնում թե ինչ հետախուզական վիճակ է եւ պարզվեց որ բոլոր 18 հետախուզական կառույցները միաբերան ասում են որ Իրանում հնարավոր չի ռեժիմ փոխել որտեղ Իրանի ռեժիմը շատ ավելի խորքային արմատներ ունի եւ ընդ հնարավոր է վերափոխել բայց փոխել հնարավոր չի եւ պատերազմը կործանարար հետևանք կլինի ոչ միայն Իսրայելի, նաև Միացյալ Նահանգների եւ աշխարհի համար։ Այդ դեպքում ինչի գնաց այդ։ Բոլորը հիմա զարմացած են, տեսեք, ուրեմն մինչեւ փետրվարի 18-ը այդ բանը զեկույցը եղել, հիմա արդեն քանի որ պատերազմի գործողության մեջ է, որպեսզի այդ կառույցները չվարկաբեկվեն իրենց պետության իրենց ժողովրդի առաջ, իրանք արտահոս կարեցին։ Washington Post-ի, New York Times-ի եւ բանը journal-ի միջոցով, որպեսզի իրանք ցույց տան, որ մենք ասել ենք, որ դա սխալ է, հեսա փաստացի գցում են Տրամպի վրա։ Հիմա Տրամպի շրջապատներ գցում է Իսրայելի վրա, ասում է թե Իսրայելը համոզված էր որ այնտեղ ունեին հնարավորություններ որպեսի բանացամաքային օպերացիաներ, որտեղ կա քաղաքական դասական ռազմական, այսպես ասած, բան, եթե դու ուզում ես գրավես մի երկիրը, սկզբից պետք է ռմբակոծես երկիրը, հետո ցամաքային օպերացիա անես։ Եթե դու ցամաքային օպերացիա չես անում, դու չես կարող գրավես երկիրը։ Մեր ռմբակոծությունները հնարավոր չի։ Եվ քանի որ դա հնարավոր չի, Իսրայելը խոսք էր տվել Տրամպին, որ ադրբեջանցիները, բելուժները եւ քրդերը պատրաստ են ոտի կանգնելու, այդ թվում նաեւ պարսիկների մի մասը, որոնք պաշտպանում են շահին։ Այսինքն Իսրայելը ասում էր մենք ունենք պլան A, պլան B Պլան A-ն այնա որ մենք փորձենք աշխատացնենք շահի պարսիկների մեջ դժգոհությունը, պլան B-ն, եթե դա չաշխատի, ուրեմն ազգային փոքրամասնություններին կաշխատացնենք։ Հիմա այսինքն ոչ նա եղավ, ոչ նա եղավ։ Մտածեք, կատարվել է շատ հետաքրքիր իրավիճակ։ Պարզվել է, որ Իսրայելը, որ տասնյակ տարիներ
լրջորեն ֆինանսավորել, զենք համատակարել Իրաքի Քրդստանին եւ Ադրբեջանին, որպեսզի իրանք պատրաստվեն X ժամանակին, որ X պահին, երբ որ իրանք պետք լինի, իրանք օգնեն Իսրայելին այդ գործում, պարզվել է, որ փաստացի այդ երկրները ստանալով այդ հնարավորությունները Իսրայելից, իրանք փաստացի մեն ստացել են, ոչ բան չեն արել, այսինքն ուղղակի իմիտացիոն process են արել, որ իրանք պատրաստ են այդ ամեն ինչը, խաբել են անընդհատ, գցել են կոպիտ ասած, հա։ Ինչ են գցել, որովհետև իրանք էլ ուռճացրել են, որ Իրանում պարսիկների քանակը քիչ է, որ 10 միլիոն քուրդ կա, 30 միլիոն ադրբեջանցի կա, այդպես բաներ են տարածել։ Հիմա պարզվում է այդ 18 հետախուզական կառույցները ներկայացրել են, որ պարոն Տրամփ այդ երկրում ապրում է մոտավորապես 7 միլիոն քուրդ, մոտավորապես 12 միլիոն ադրբեջանցի, մոտավորապես 4 միլիոն այլ թուրքալեզու ժողովուրդ եւ մոտավորապես 2-ից 3 միլիոն բելուչ։ Բայց 92 միլիոնի մեջ պատկերացնում եք, թե ինչպես կայական թիվը։ Դա մեծ թիվ չի, ավելին կարամ ասեմ, որ ադրբեջանցիները ընդհանրապես սեպարատիստական հակումներ չկան։ Ես դրա համար եմ զարմանում, պարոն Բոզյան, որովհետև անընդհատ մեզ ադրբեջանցիներին ներկայացնում են որպես սեպարատիստներ, մի 15-20 բան։ Հիմա ասեմ նախական ադրբեջանցիները 12 միլիոն, տեսեք, ուրեմն ամերիկյան հետախուզական տարածություն բանն եմ ասում, 12 միլիոն ադրբեջանցիները ամենատաղանդավոր ժողովուրդն են Իրանի, որովհետև պատմականորեն իրանք 400 տարի իրանք են իշխել երկիրը։ Կայսրական մտածողություն, այո, իրանք կայսրական մտածողություն։ Իրանք ուրեմն բիզնեսի կեսը ադրբեջանցի է Իրանի, պետական վերնախավի կեսը ադրբեջանցի է, իսկ կրոնական վերնախավի կեսից ավելն է ադրբեջանցի։ Այսինքն այդ երկիրը իրանք համարում են, որ իրանք մրցում են պարսիկների, թե ով է Իրանը ղեկավարելու։ Իրանք մոտ մտածողություն չկա, որ իրանք մի հատ փոքր Ադրբեջան սկսեն ղեկավարել։ Իրանք ասում են փոքր է, դա մենք հսկայական 1.7 միլիոնանոց տարածք երկիրը մերն է, ինչի մենք պետք է փոքր մի հատ բան անենք։ Իսկ ես Ադրբեջանն էլ համարում են բան, այսպես ասած, ժամանակավոր բան, որ պետք է վաղ մյուսօր իրան գրավեն։ Այսինքն իրանք մտածողությունը այդպեսին է։ Այս Կովկասի թաթարները ինչ կապ ունեն այդ ադրբեջանցիները էթնիկ առումով կարծում Չէ, տարբերությունը սենց ասեմ, տարբեր ցակման իմաստով մոտավորապես շատ նման են իրար հետ, բայց ինքնության, պատկերակրոնական դաստիարակության բանի մեջ ֆունդամենտալ տարբերություն են, որտեղ այն ադրբեջանցիները, որ ռուսական կայսրության մեջ են, իրանք աշխարհիկ դաստիարակություն են ստացել, այստեղ կրոնական դաստիարակ։ Ավելին կարամ ասեմ, Իրանը իր կրոնական շիիզմով է հաստատել որպես պետություն։ Դրա համար այդ շիիզմը իրանց մեջ ավելի խորն է մտած, ի տարբերություն բանը Կովկասի ադրբեջանցիների, որոնք աշխարհիկ մոդելով են զարգացել եւ ավելի շուտ իրանք ասոցիացիան են իրանց Թուրքիայի թուրքերի հետ եւ օսմանցիների հետ։ Եվ այդ իմաստով չնայած այսօրվա բանը Ադրբեջանի Հանրապետության 60%-ից ավելը շիաներ են, բայց իրանց ազգային ինքնագիտակցության մեջ իրանք ավելի շատ մոտ են իրենց Թուրքիային համարում, քան Իրանին։ Սա փաստ է։ Այսինքն ասել, որ այնտեղ կա սեպարատիստական պոտենցիալ, դες բան գոյություն չունի։ Տեսեք, ինչ արեց Բարզանին։ Բարզանին հայտարարեց, որ քրդերի Իրաքի Քրդստանն էլ բաժանված է երկու մասի, երկու կլանի, Բարզանի եւ Թալիբանի։ Բարզանին պաշտոնապես համարվում է իսրայելամետ եւ թուրքամետ, Թալիբանին համարվում է իրանամետ։ Սենց ասեմ։ Հիմա իրանք հույսը դրել էին, որ Բարզանին պետք է աջակցի Իրանի քրդերի վրա, բայց Իրանի հատուկ ծառայություններն ամեն ինչ արել էին, որ Թալիբանի հետ լավ հարաբերություններով Թալիբանի դերը մեծ պահեին Իրանի քրդերի մոտ։ Հիմա փաստորեն Բարզանին էլ ասում մենք չենք մտնի այդ պատերազմի մեջ։ Թալիբանի թիմը առավելևս ասում մենք չենք մտնի։ Արդյունքում փաստացի ստացվում է, որ քրդերը որևէ պարագայում չեն մտնի։ Հիմնավորում են հետևյալ բանը, որ եթե մենք մտնենք, մենք մադրադրամի դեմ կկատարենք, այնտեղ չկա Նիկոլ Փաշինյան քրդական, որ ասի ես հանուն համաշխարհային դեմոկրատիայի պատրաստ եմ իմ ժողովուրդը զոհաբերեմ, հա։ Եվ այդ իմաստով քրդերը մերժեցին։ Իրականում իր իշխանությունը պահելու, ոչ թե համաշխարհային հասկանալի է։ Հավատարնաչել համաշխարհային սոցիալիզմի, համաշխարհային կոմունիզմի համար էլ Աթարբեկովներն էին, ասենք, նույն բաները անում, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, փաստացի Իսրայելը խապտվեց, որ այդ քրդերը ոչ մի բան չեն անում, իսկ Ադրբեջանը փաստացի մերժում է ակտիվ մտնել, որտեղ ինքը հասկանում է, որ մտնելու հիմք չկա այնտեղ, ինքը չունի աջակցություն Իրանում, հա։ Թեև մինչև այդ Ադրբեջանում ֆորումներ էին կազմել, աշխարհի բոլոր հրադերին հավաքում էին, բան էին անում, հրական ինչ-որ մեծ ֆորումներ էին անում, այնտեղ անընդհատ իրանց ռոպագանդա, որ նայես պրո-իսրայելական ռոպագանդա է։ Այսինքն ստեղծել էին, բայց հենց որ իրավիճակը եղավ, նույնիսկ ինչ կատարվեց Նախճիվանի վրա հարձակում, մեկը аэроպորտի վրա, մյուսը դպրոցի վրա, եւ բարեբախտաբար դպրոցում երեխա չկար որ զոհվեր։ Ու նաեւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ակնկալիք
մեծ կարականկալիք, որը դպրոցին վեթե հանգարցը երեխաներ զոհվեին, կներ Կազուս Բելի եւ Ալիևին կստիպեն որ Այսինքն դա սադրանք էր, պարոն Բոժան։ Ես միանշանակ եմ համարում սադրանք։ Ու կատարվեց հետեւյալը, փաստացի Կազուս Բելին որ չեղավ, հիմա Ալիևին ասում են, բայց մենք այսքան ցես աջակցել ենք, Ղարաբաղ ենք տվել քեզ, բան ենք արել, տրիպ ենք տվել, հիմա դու ոչինչ չես տալիս, նա սկսեց իմիտացիա անել, սկսեց հոխորտալ Իրանի դեմ եւ այլն, այդ հոխորտալուց հետո բանը քսիրը մի հատ հայտարարություն արեց, որ եթե դու շարունակես հոխորտած, միանգամից դեմ բանը դունչիդ կստանաս, միանգամից ինքը ցավակցեց արդեն երեխաներից բանը սահմանը փակել էր, միանգամից սահմանը բացեց, ցավակցությունից հետո մի հատ հիմա արդեն պաշտոնապես հումանիտար օգնություն ա տալիս, այսինքն սա ի՞նչ է ցույց տալիս, ցույց է տալիս, որ փաստացի միջազգային հարաբերությունների մեջ էլ ավանցուրիստները երբեմն կարող են հասնել իրենց նպատակ։ Տեսեք, Նյատանյահուի վրա 3 հատ քրեական գործ կա։ Այդ մարդը ասում է, եթե խաղաղ պայմաններ կարող դատեն։ Նույնիսկ Կաշվի փրկության իր Կաշվի փրկության մասնամտած։ Տեսեք, ինքը իր Կաշվի, Զելենսկին իր Կաշվի, Նիկոլ Փաշինյանը իր Կաշվի, ամենը իր Կաշվի։ Բայց չէ՞ դաժանա, պարոն Բոզյան, իրանք իրենց Կաշվի մասին մտածում են, հազարները զոհվում են։ Խեղճ չէ ժողովուրդը Իսրայելի, ողբերգական վիճակի մեջ է, ինքը պատանդի կարգավիճակի մեջ է, Թել Ավիվ, Երուսաղեմ, հիմա տեսեք, մի հատ տարբերություն կա, միանշանակ, տեսեք, իրանք փաստորեն իր ժողովրդին ծանր վիճակի մեջ է գցել փաստացի։ Ոչ միայն իր ժողովուրդը։ Հիմա տեսեք, Իրանը շատ ծանր վիճակի մեջ հայտնվեր, չէ՞։ Հիմա տեսեք, Տրամպը տես խնդրեմ չուներ, Տրամպը կարար չմտներ այդ ամեն։ Տրամպին փաստորեն ներկայացրեցին, խաբեցին, գցեցին, հիմա ինքը հայտնվել է կոպիտ ասած Նյատանյահուի կարգավիճակի մեջ, կն ինքը փաստացի իր երկրին ներքաշել է մի process-ի մեջ, որից չի կարողանում դուրս գալ։ Հիմա ինքը որ չի կարողանում չանում, ինքը փորձում է միջնորդական առաքելությունով ինչ-որ գտնի, որպեսզի իրանցիներ բանան։ Պուտինն է զանգում, ասում է, պարոն Պուտին ասում է, եկեք դուք ինչ-որ միջնորդի դեր կատարեք, ինչ-որ ձեռքը ո՞տ անգել, որտեվ տեսեք, ընդամենը 5-6 օրվա ընթացքում 11 միլիարդ դոլար փող են ծախսել, իրանք ասում են, որ եթե 100 օր տևի 250-ից 300 միլիարդ դոլար փող է ծախսվելու, իրանց բյուջեն ընդհանուր 1 տրիլիոնի կարգի է, բայց իրանց պաշտպանության բյուջեն, բայց իրանց պարտքերը որ վերցնում են, իսկ իրանց բյուջեի 25%-ը պարտքերի հաշվին է, այսինքն իրանց երկիրը կպայթի այդ բանը։ Լավ է դեպքում հանգուցալուծումը ո՞ր է լինի, ո՞ր անկեղծ ասեմ, հանգուցալուծումը փակուղի ձախողվել է պլանը։ Ինչ արեց Իրանը։ Իրանը ինքը փաստորեն շատ հետաքրքիր քայլի դիմեց, որը փոխելու է ամբողջ համաշխարհային ճարտարապետությունը, անվտանգային։ Ինքը հաշվի առնելով են նախկին փորձեն 12 օրվա պատերազմի, որ հունիսին եղավ անցյալ տարի, ինքը սկսեց թիրախավորել ոչ միայն ամերիկյան օբյեկտներին, այլ ծոցի այն երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմակայաններ։ Ընդ որում ինքը թիրախավորում էր նաև քաղաքացիական եւ ռազմավարական օբյեկտները, որի արդյունքում շատ հետաքրքիր բան կատարվեց, որը մինչև հիմա ոչ մեկ չէր նկատել։ Ուրեմն Դուբայը համարվում էր իբր անվտանգ երկիր, այո, միայն Դուբայ չէ, Բահրեյնը, Քաթարի բանը հսկայական Քաթարի մարդկանց կենսամակարդակը այսօրվա դրությամբ եվրոպականից բարձր է։ Եվրոպականից ոչ բարձր, 2-3 անգամ է բարձր։ Հայաստանից 10 անգամից ավել է։ Իրաց մոտ 100,000-ը, մեր մոտ 9,000 է։ Տարբերությունն եմ ասում, հա։ Ինչ եմ ուզում ասեմ, Բահրեյնը, Քաթարը, բացի Օմանից, բանը Սաուդյան Արաբիան, Էմիրատները, բան բոլորը, ցես մի հատ խաղի կանոն էին դրսևորում։ Մենք ծաղկում բարգավաճում ենք, մեր անվտանգությունը outsource-ի ենք տալիս Միացյալ Նահանգներին, այսինքն մենք մեր անվտանգությունը հանձնում ենք, արենդայով հանձնում ենք Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները անվտանգային հովանոց ապահովում մեր համար, մենք իր համար վճարում ենք դրա համար։ Մենք վճարում ենք մեր անվտանգության համար, մենք ոչ թե բանակ ենք ստեղծում, այլ բանակի համար վճարում ենք ամերիկացիներին ապահովում են թովանոցը։ Հիմա ինչ կատարվել է հետևյալը, պարզվել է, որ այս իրանցիները ռմբակոծում են, ինչ են ռմբակոծում, որ ցույց տան, որ թովանոցը չկա, ամերիկացիները խաբել են։ Ստեղել ամերիկացիներն են խաբել արաբներին։ Հիմա արաբները ասում են ոնց, բայց մենք իսկան 10 միլիարդավոր փող ենք տվել Ամերիկա ձեզ։ Ու դուք փաստացի դուք անվտանգ մենակ ձեր ռազմականների ապրանքությունն եք։ Այսինքն այդ երկրների օդը բաց է։ Օդը բաց է։ Պարզվել է, որ իրանք չունեն, ամերիկացիները չեն ապահովում։ Պարզվել է, որ իրանք թղթով ունեին, բայց բովանդակությամբ չկար այդպիսի հովանոց։ Այսինքն հոպ աշխատում է միայն ամերիկյան։ Միայն ամերիկյան ռազմականները, միայն եւ միայն։ Այսինքն փաստացի այդ երկրները շոկի մեջ են, որի արդյունքում այդից ամբողջ բիզնեսները փախնում են հիմա։ Էմիրատները, որ 21-րդ դարի Շվեյցարիա են դարձել, փլվել է այդ գաղափարը։
բանը արաբական այդ բանը միլիարդատերներն ու շեյխերը հիմա շոկի մեջ հայտարարում են, լավ մենք ինչ ենք անելու։ Իմիջիայլոց հրապարակային դժգոհում են։ Հրապարակային ավելին Իրանը ասում է այն երկրները տարածաշրջանի, որտեղ մտնում է նաև Հայաստանն, Ադրբեջանը, ովքեր կունենան ովքեր փորձ կանեն ամերիկյան հովանոց սարքեն անվտանգային, ոչ մեկ դա չի աշխատի, այդ դառնալու է մեր համար թիրախ։ Հասկանում եք ինչա նշանակում։ Այդտեղ մի ֆրանսիական ֆիլմ կա, հիշում եք խոցում հովանոցով, հիմա իրաք այդ օպերացիան իրականացրեցին։ Հիմա տեսեք, հայտնի ռուսական ասացված կա, ասում է, мы хотели попасть в Эмиратах в налоговое убежище, а попали в бомбоубежище։ Այսինքն դա տարածված հիմա այստեղ կներես Արաքնաշա մի հատ հարց տամ, էլի։ Ներկայացրեցիք, շատ հետաքրքիր վերլուծություն է, բայց հիմա հարց կառաջանա մեր հերոստատիտողների մոտ։ Աշխարհի թիվ 1 երթերությունը չենք վիճարկում, չէ՞ որ այդպեսին է ռազմական, ֆինանսական եւ տեխնոլոգիական առումով Իսրայելը ամենառազմատենչ, ռազմականացված աշխարհի ամենաուժեղ հետախուզություն ունեցող բանակով եւ այլն երկու պետություն միավորվում են ու ձեր ներկայացվածով դիմում են համաշխարհային ավանտյուրայի, որը հիմա ավարտվում է առնվազն արաբական թերակղզում Միացյալ Նահանգների դերակատարության էական նվազման, փլուզման, այդպես ասած, էական նվազման, որը հանգեցնելու է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների հեգեմոնիայի տապալմանը։ Ասեմ դες ամերիկացիները Թրամփին խաշելու են այս տարվա կոնգրեսի ընտրությունների ժամանակ։ Ես ուղղակի անկեղծ եմ։ Եթե հիմա ինչ-որ հրաշքով ինքը չփրկվի, մենք ձեռոբոտ անգած Չինաստանը փորձում է ինչ-որ ընդհանուր հայտարարել։ Ուզում եմ հասկանալ, դա չափազանցված չի մի քիչ։ Որովհետև ասենք աշխարհի թիվ 1 ռուսներին ոնց էին ծաղրում, չէ՞։ Ասում էին աշխարհի երկրորդ բանակը տեսեք չի կարողանում ասենք այս երկրի մի ծերից մտնի մյուս ծերից դուրս գա մի քանի ժամվա։ Ասեն դες գիտեք մի բան ասեմ անկեղծ, այդ ուռճացված պատկերացումները տարածված են։ Ընդհանրապես մեր ռուսական բանակը տեսեք այսքան տարիներ պայքարում է չի կարողանում հայական, այսինքն դա էլ է ուռճացված։ Դա էլ է ուռճացված, ամերիկացիների դերն էլ է ուռճացված, դա աշխարհում ժողովուրդը սիրում է միֆերով ապրել։ Ժողովուրդները ընդհանրապես աշխարհի բոլոր ժողովուրդները սիրում են միֆերով ապրել։ Այդ միֆերը իրականության հետ որևէ կապ չունեն։ Հիմա ամերիկացիները, այսինքն մենք միֆերի հետ կա, բայց ռուսների ու ամերիկացիների մեջ մի հատ տարբերություն կա։ Եթե ամերիկացիների զինվորների բանը քթից արուն թափեց, իրանք կանգնացնեն պատերազմը։ Իրանք պատրաստ չեն մեծ զոհաբերություն։ Այսինքն մի 3-ից դիակ որ գնաց Միացյալ Նահանգներ, բոլոր փորձագետների գնահատականներով հիմա ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների, վիրավորների եւ անհայտ կորածների թիվը հասնում է մոտավորապես 2.5 միլիոն մարդ։ Միացյալ Նահանգների պարագայում դա հնարավոր չի, որ Միացյալ Նահանգները այս պատերազմի մեջ շարունակեր։ Իրանք 7 արդեն հաշվում են 8 հատ զինվոր ա մեռել, 10 հատ զինվոր ա, իրանց համար դա շոկ է։ Դուք չեք պատկերացնում։ Այսինքն երկու ինքնաթիռ դիակ որ գնա Միացյալ Նահանգներ կարող է այնտեղ հեղափոխություն տեղ ունենալ։ Ես նույնիսկ եմ կրկնում, այնտեղ հիմա արդեն բացահայտվել է, որ 150 բանը վիրավոր կա արդեն ամերիկյան զինվոր, դա շոկ է առաջացրել։ Հիմա չգիտեն ինչ անեն, խոսում են նույնիսկ 700 զինվորի մասին։ Հիմա այս պարագայում հիմա շատ ծանր վիճակ է, որտեղ Իրանն էլ տեսնում է, որ ինքը հաղթում է, ինքը արդեն պայմաններ է։ Բայց դա էլ ուռճացված չի, պարոն Բոզյան, որ Իրանը հաղթում է, այսինքն չէ, տեսեք, Իրանը ռազմական իմաստով բնականաբար չի կարող հավասարվի Միացյալ Նահանգներին։ Որովհետև ասում են երկու տարբեր սերնդի պատերազմներ։ Միանշանակ 5-րդ սերունդը, 2-րդ սերունդը, որովհետև օբյեկտիվորեն ռմբակոծությունների իմաստով Իրանի օդը պրակտիկորեն բաց է այս այլությամբ։ То есть ինքը չունի այն հակահրթիռային համակարգը, որ կարողանա դիմակայել այդ ամեն ինչին։ Բայց տեսեք, Իրանի, երբ որ դու Իրանի նավթարդյունաբերական ոլորտը ռմբակոծում ես, բայց դու ռմբակոծում ես աշխարհի նավթարդյուն, այսինքն դու ռմբակոծում ես, տեսեք հիմա Տրամփը ինչա կատաղած Իսրայելի վրա։ Ասում որ դու ռմբակոծում ես Իրանի նավթարդյունաբերական ոլորտը, մեր ռմբակոծում է Բահրեյնինը, արդյունքում իմ բենզինը դառնում է 1 գալոնի համար $6-7։ Արդեն տարել։ Արդյունքում ես դրանց մինուս եմ ունենում։ Այսինքն իրանք նաև հասկացել են, որ եթե ցամաքային օպերացիա չկա, ուրեմն հաղթանակ չկա։ Իրանք կարան ռազմական իմաստով ծախսեն այդքան, բայց մի հատ բան էլ ասեմ, դուք ասում եք հաղթ, իրանք ուժեղ են, չէ՞, ուժեղ են։ Բայց ուժեղը որ դու ռմբակոծում ես, ռմբակոծում պետք է ունենա նպատակ։ Համաձայն եք սրա հետ դուք։ Եթե դուք նպատակով մարդ եք շատ կոտորում, բարոյական վարկանիշը ձեր անկում ապրում։ Եթե դուք այդ ռմբակոծումով իրանց զորքերը ջարդում եք, պետք է զորքերի հաղթանակը դուք դեռ ցամաքային օպերացիա անեք, որպեսզի կապիտալիզացեք ձեր հաղթանակը։ Եթե դու դա չեք անում, դա նշանակում է դուք ուղղակի պրոստը վնաս եք տալիս այդ մարդկանց։ Վնասը ինչքան էլ ծանր լինի, բան լինի, բայց այդ վնասն էլ գին արժի։ Եթե դու հիմա 100 օր շարունակվի, կծախսվի $200 միլիարդ,
իր Միացյալ Նահանգների բյուջեն կփրկի 25%-ը։ Բայց հարկատուները ինչ են ասում, վերջը հաղթանակը ո՞րն են համարելու, ասենք այդ խնդիրը բոլոր այդ հարցադրումը տալիս են եւ Տրամպը չի կարող պատասխանի։ Հիմա իրանք ասում են մենք չէ ռեժիմի խնդիր չունենք փոխելու բան։ Մենք հիմա ուզում ենք խաղաղություն ունենանք, Իրանն է դիմադրում։ Իրանք տենց են հիմա արդեն։ Այսինքն մենք ուզում ենք խաղաղություն հաստ կանգնացնենք պատերազմը, բայց Իրանը դիմադրում է, բայց Իրանն էլ հիմա տեսնելով որ Տրամպը թույլ վիճակի մեջ է, ինքը ասում է ես կկանոնացնեմ մի պայմանով։ Ծոցի երկրների ավտոակցիոնը ես եմ ապահովելու, Օրմուզի նեգոցիով ես եմ լինելու, նեգոցից անբանով ես եմ որոշելու թե ով կարա ով չկարա գնա, ու պլյուս ինձ պետք է կոմպենսացիաներ տան եւ միջազգային երաշխիքներ տան, երաշխավորված խաղաղություն եմ ուզում իմ երկրի համար։ Ինքն էլ կոշտ պոզիցիա է, որտեղ ինքը Հովանոց ապահովել դա նշանակում է արաբական շեյխերի վրա, այսպես ասած, կանգնել այսպես գող, հա, ասես ձևակ։ Դա էլ նշանակում է ամբողջ աշխարհի նավթը ես եմ։ Այո, այսինքն դա էլ հիմա իրանք քանի որ ամերիկացիները ծայրահեղ գնահատական են տալիս, իրանք էլ ծայրահեղ գնահատական են տալիս, ենթադրում եմ հույս ունենալով որ ինչ-որ կոմպրոմիս կարա լինի։ Հիմա այդ կոմպրոմիսը որտեղ կարա լինի, ով կարա անի, ես չեմ կարող ասեմ։ Հիմա ինչ այլոց այդ արդեն փչացած ապրանքը, այսինքն բրակը, դուրս եկած ապրանքը, այդ անվտանգության հովանոցը Նիկոլական իշխանությունը փորձում է վաճառել հայ ժողովրդի վրա, այդ միֆով, հա, որ Ամերիկայում անվտանգության հովանոցը կապահովի եւ այլն։ Հիմա ինձ ներողություն, ինձ հետաքրքիր է թե ինչ գին են պահանջելու Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ մենք խոսում ենք, որ Ալիևից իրենք 44-օրյա պատերազմի աջակցության Արցախը նվիրելու գինն են պահանջելու, դե Նիկոլին էլ օգնել են, որ իշխանությունը պահի։ Հիմա Նիկոլից ինչ գին են պահանջելու եւ թրիփի ճակատագիրը ինչ է լինելու։ Բարեբախտաբար ասեմ, քանի որ Նիկոլը արդեն այսպես ասած դուրս ապրանք, դուրս գրված ապրանք, իրան արդեն գին պահանջելու ցանկություն չունեն։ Ամերիկացիները նույնիսկ թղթով պաշտոնապես չեն հայտարարում, որ մենք երաշխիք ենք դառնալու։ Բարեբախտաբար տես բան չկա։ Այսինքն առավել եւս իրանք Նիկոլից էլ ոչ մի բան չեն պահանջում։ Իրանք հիմա պահանջում են Ադրբեջանից, որոնք իրանք համարում են, որ իրանք գցել են։ Որտեվ Նիկոլից ինչ բան, Նիկոլը ամեն ինչ տվել է իրանք։ Լավ, բայց իրանական պատերազմը ոչ մի անդրադարձ, ոչ մի իրանական պատերազմը Հայաստանի հայ ժողովրդի վրա հետևել ազդեցությունը թողեց։ Մարդիկ հասկացան, որ եթե դու հանգարց ամերիկացիները փորձես անվտանգային բան դառնես, դու կդառնաս թիրախ Իրանի համար։ Դա կլինի ամենամեծ պատերազմը Հայաստանում կործանալու հետո արդեն բոլորը հասկացան։ Այսինքն ամերիկացիները պետք է համագործակցել բացառապես խաղաղ ծրագրերի շրջան, բացառապես։ Եվ էդի Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող անի, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինքը օգտագործված ապրանքը արդեն ամերիկացիների համար, դա արդեն նույնպես բոլորը հասկացել են, ինքը արդեն սպառել է իրան։ Ինքը ինչ ասես տվել է, ինքը Զանգեզուրը տվել է, ինքը էլ ինչ տալու բան չունի, то есть Հայաստանը չունի ավել բան տա, որ դրանից ինքան շատ բան ուզեն։ Ադրբեջանից են իրանք շատ բան ուզում, որտեղ Ադրբեջանը շատ բան ստացել է, ոչ մի բան չի տվել իրանց։ Էսա խնդիրը։ Իսկ թրիփի ճակատագիրը ինչ պիտի լինի։ Տեսեք, թրիփի ճակատագիրը հունիսի 7-ը, որ այս խուլիգանները բռնդենք, մենք երաշխավորված այդ թրիփի ծրագիրը պետքա փոքր լրացնենք կոմունիկացիաների բացման ծրագրով, այսինքն դա Ադրբեջանի կոմունիկացիաների բացման ծրագիր է, որտեղ պետքա երաշխիք լինի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դրա դիմաց պահանջել ենք, որպեսզի Ադրբեջանը իր տարածքները բացի դեպի Իրան, դեպի Ռուսաստան համարժեք ծրագրով եւ նույնպես երաշխավորված բան լինի, որպեսզի Հայաստանի բիզնեսմենն էլ կարողանա երաշխավորված իր ապրանքները տեղափոխի Նախճիվանի երկաթգծով դեպի Իրան, ինչպես որ ինքը երաշխավորված տեղափոխել է իր ապրանքները Զանգեզուրի միջանցքով դեպի Նախճիվան։ Այսինքն սա շատ պարզ բան է եւ բոլորի համար պարզ է, որ նոր իշխանությունը որ գա, այդ նոր իշխանությունը շատ ավելի երաշխավորված է համակարգը սարքի եւ իսկապես կոմունիկացիոն համակարգը կբացվի, իսկ այս իշխանության բարեկամ որպես արդեն ժամկետանց ապրանք այս իշխանությունը արդեն բոլորի համար է սպառված, եթե մարդիկ տեսնում են որ դա սպառված է նաեւ աշխարհի, մնացել են մենակ այդ ծափարող եվրոպացիները, որոնք բոլորն հասկացան, որ քաղաքական իմպոտենտների մի հատ ակումբ է իրանից ներկայացնում, որը ոչ միտեղ չի կարող օգտագործել իրան, ոչ Ուկրաինայում, ոչ Իրանում, ոչ բան, պրոստը իրանք ուղղակի թղթերի ռեզոլյուցիաներ են ընդունում թղթի շերեփով։ Շնորհակալություն հետաքրքիր։ Իմիջիալս թրիփ հետ կապված այն ինչ որ նկարագրեցիք, ես արդեն կասկածում եմ, որ թրիփը կառուցելու ժամանակը կա, ինչ որ մեկը ուզենա այդտեղ թրիփ կառուցի, էլի, եթե այն սցենարով անթանալու գործողությունները Մերձավոր Արևելքում արաբական թերակղզում ինչ ներկայացրեցիք, հիշեցնենք, որ մենք զրուցում էինք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ,
Մեզ դիտողներին էլ չմոռանանք ասենք, որ բաժանորդագրվեն մեր Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, հավանեն, լայքեն, սրտիկեն, կոմենտեն, մեկնաբանություններ գրեն։ Եվ նաև ձեր կարծիքը գրեք այս կամ այն թեմայի հետ կապված, նաև կարող են առաջարկել, թե ինչ թեմային անդրադառնանք։ Ում կուզենային օրինակ, կուզենային որ հյուրընկալ էինք մեր տաղավարում։ Այո, կլսենք այդ կարծիքները, բայց կկանչենք այն մարդկանց ում ասում։ Չէ, իհարկե կատակեր, բայց ամեն դեպքում այսքան է երևի։ Միացեք մեզ, միացեք, որ փոխենք։